Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ, թիրախավորելով ռուսական երկու խոշոր նավթային ընկերություն Ռոսնեֆտը և Լուկոյլը։ Այս քայլով ԱՄՆ նախագահը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Ես կարծում եմ, որ արդեն ժամանակն էր, մենք երկար սպասեցինք, նշել է Դոնալդ Թրամփը, հավելելով. Վլադիմիր Պուտինի հետ ամեն անգամ լավ զրույցներ են ունենում, սակայն դրանք հետո ոչ մի տեղ չեն տանում։ Թրամփը նաև հայտարարել է, որ չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը։ Ինձ չէր թվում, թե մենք կհասնեինք այնտեղ, ուր պետք է, հետևաբար ես չեղարկեցի հանդիպումը, բայց մենք ապագայում կհանդիպենք, ասել է նա։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկյան կողմը դեռ ցանկանում է հանդիպել ռուսների հետ եւ միշտ շահագրգռված կլինի շփումներով, եթե կա խաղաղության հասնելու հնարավորություն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ մամուլի ասուլիսում Թրամփը նաև քննադատել է իր ռուս գործընկերոջը խաղաղությանը լուրջ չվերաբերվելու համար։ Միևնույն ժամանակ Թրամփի խոսքով պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանը համաձայնի դադարեցնել պատերազմը։ Ռյուտեն իր հերթին նշել է, որ այս պատժամիջոցներն ավելի մեծ ճնշում կգործադրեն Պուտինի վրա։ Անցյալ շաբաթ էլ Ռոսնեֆտի եւ Լուկոյլի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել Մեծ Բրիտանիան։ Այս երկու ընկերությունները օրական 3.1 միլիոն բարել նավթ են արտահանում։ Մոսկվայի ամենախոշոր գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը եւ Թուրքիան։ Նյու Դելին սակայն նախատեսում է կրճատել ռուսական էներգակիրների ներմուծումը, ինչի դիմաց ըստ տարբեր աղբյուրների Վաշինգտոնը կնվազեցնի հնդկական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի հաստատման մասին։ Նա նշել է, որ պատժամիջոցները թիրախավորում են ռուսական բանկերը, կրիպտոբորսաները, հնդկական եւ չինական մի շարք կազմակերպություններ։ Նոր փաթեթով սահմանափակվում են նաեւ Եվրամիության տարածքում ռուսաստանցի դիվանագետների տեղաշարժի հնարավորությունները։ Կալասը հավելել է, որ Ռուսաստանի համար ավելի դժվար է դառնում ֆինանսավորել Ուկրաինայի դեմ պատերազմը։ Ըստ Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության պատժամիջոցները թիրախավորում են Ռուսաստանի էներգետիկայի, ֆինանսական եւ ռազմական արդյունաբերության ոլորտները։ Բացի այդ, նոր փաթեթով 2027 թվականի հունվարից արգելվում է ռուսական հեղուկացված բնական գազի ներկրումը Եվրամիության տարածք։ Պատժամիջոցների ցուցակում ներառվել է այսպես կոչված Տվերային նավատորմի եւս 117 նավ։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 557-ի։ Ռուսաստանն անարդյունավետ է համարում ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, հայտարարել է երկրի արտգործնախարարության խոսնակը։ Մարիա Զախարովայի խոսքով Ռուսաստանն արդեն ամուր իմունիտետ է ձևավորել արևմտյան երկրների սահմանափակումների նկատմամբ։ Նա հավելել է, սահմանափակումների միջոցով Մոսկվային ինչ-որ գործողությունների մղելու Միացյալ Նահանգների նախկին վարչակազմի փորձերը եւս տապալվել են, իսկ արդյունքում տուժել է համաշխարհային տնտեսության կայունությունը։ Զախարովան նաև ընդգծել է, Ռուսաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ շփումների արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով եւ ոչ մի խոչընդոտ չի տեսնում ռուս-ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի նախաձեռնած գործընթացը շարունակելու համար։ Անդրադառնալով Եվրամիության պատժամիջոցներին, Զախարովան նշել է, որ դրանց ընդլայնման հնարավորություններն արդեն սպառվել են, իսկ սահմանափակումները վնաս են հասցնում հենց Եվրոպական միությանը։ Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում գագաթնաժողով են անցկացնում, որին միացել է նաև Ուկրաինայի նախագահը։ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների լրացուցիչ պատժամիջոցները։ Նա նշել է, որ խաղաղության շուրջ բանակցություններում տարածքային զիջումների չի գնա, հավելել. պատրաստ է հրադադարի շուրջ բանակցությունների ցանկացած ձևաչափով։ Գագաթնաժողովի ամենազգայուն թեմաներից մեկը ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումն է։ Այդ ակտիվների մեծ մասը պահվում է Բելգիայում։ Վարչապետ Բարտ Դե Վևերը դեմ է արտահայտվել նման հեռանկարին կասկածի տակ դնելով դրա իրավական հիմքերը։ Դե Վևերի խոսքով Բելգիան երաշխիքներ է պահանջում, որ Ռուսաստանի հայցերի եւ գումարը վերադարձնելու պարտավորության դեպքում վճարում կկատարեն Եվրամիության անդամ բոլոր երկրները։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի ամբողջ տարածքում ռազմավարական դիրքերում տեղակայվել են 5000 Իգլա-S հակաօդային պաշտպանության միջոցներ։ Նրա խոսքով այս քայլի նպատակն է ապահովել խաղաղություն եւ կայունություն Վենեսուելայի ժողովրդի համար։ Մադուրոյի մեկնաբանությունները տեղի են ունեցել Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնին։ Վերջին շաբաթներին Միացյալ Նահանգները ռազմական գործողություններ է իրականացնում Կարիբյան ծովում եւ Խաղաղ օվկիանոսում տարբեր նավերի դեմ, որոնք Վաշինգտոնի պնդմամբ թմրանյութեր են տեղափոխում։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է վերջին 2 օրվա ընթացքում Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութեր տեղափոխող եւս 2 նավ ոչնչացնելու մասին։ Հեքսեթը խոստացել է, որ թմրավաճառների դեմ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չվերանա ամերիկացիներին սպառնացող վտանգը։
Միացյալ Նահանգների Սենատն արդեն 12-րդ անգամ մերժել է հանրապետականների ներկայացրած օրինագիծը, որով նախատեսվում էր ժամանակավորապես ֆինանսավորել կառավարության աշխատանքը։ Հանրապետականները եւ դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ առողջապահական ծախսերի շուրջ։ Միացյալ Նահանգներում կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը շարունակվում է հոկտեմբերի 1-ից։ Այն դարձել է երկրորդ ամենաերկար շաթդաունը Միացյալ Նահանգների պատմության ընթացքում։ Ընդ որում երկուսն էլ տեղի են ունեցել Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։